Երբ ճանաչեցինք Հիսուսին, մեր տուն եկավ հանգստություն, մեր տուն եկավ խաղաղություն, մեր տուն եկավ իրար հարգել, իրար լսել, փառք Աստծուն, որ ճանաչեցինք, մենք գալով եկեղեցի գտանք այն ճանապարհը, որը տանում է մեզ Հիսուսի մոտ։ Փառք Աստծուն մեր հովիվների համար, եկեղեցու համար։ Ես շատ ուրախ եմ, որ այցելում եմ այս եկեղեցին, ես շատ ուրախ եմ ու հպարտ եմ, որ հավատացյալ եմ ու ունեմ հավատացյալի գիտելիքներ ու ձգտում եմ ավելին ունենամ գիտելիք ու իմաստություն, որովհետև կարիք կա այս աշխարհում, որ ամեն մի հավատացյալ մենակ իր մասին չմտածի, այլ մնացած ժողովրդի համար, ով որ ունի այդ կարիքը, որը որ ես ունեի, ու ես հասել եմ դրան։ Փառք Աստծուն։ Երբ մեր սիրտը նվիրեցինք Հիսուսին, մեր կյանքը փոխվեց։ Մեր կյանքի մեջ իսկապես եկավ խաղաղություն, սեր, մենք ավելի մոտ դարձանք Աստծուն ու մենք անընդհատ տենում ենք այդ հրաշքները, որ Աստված մեզ ցույց է տալիս։ Ու ես շատ ուրախ եմ, որ մեր ընտանիքը հավատքի մեջ է, Աստծուն ճանաչում է եւ փառք ենք տալի Աստծուն, որ մեր երեխան ծնված օրվանից մեծանում է Տիրոջ ներկայության մեջ։ Ամեն։ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Երբ մեր սրտերը նվիրեցինք Հիսուսին, մեր կյանքը փոխվեց։ Փոխվեց դեպի սեր, փոխվեց դեպի Տիրոջ լույսը, փոխվեց այն ինչ որ մեր կյանքում տխրություն էր, դառավ երջանկություն, որովհետեւ Աստված երջանկության հայր է։ 4 տարի առաջ մեր ընտանիքում հայտնվեց Հիսուսը եւ Հիսուսը բացեց ինձ համար նոր Ռուբեն եւ նոր Լաուրա։ Երբ Հիսուսը ծնվեց մեր կյանքում, մենք սկսեցինք ավելի իրար նկատել, բարձրացնել եւ գնահատել։ Հիսուսի սերը ավելի ամրացրեց մեր ամուսնական կյանքը։ Շնորհավոր Սուրբ Ծնունդը։ Մինչ Հիսուսին ճանաչելը, ես իմ կյանքում ունեի երազանքներ կապված իմ կողակցի հետ։ Երբ սիրտս նվիրեցի Աստծուն, հաճախեցի եկեղեցի, այնտեղ հանդիպեցի իմ ապագա կեսին։ Իմ ապագա կեսի մեջ ես տեսա այնպիսի աստվածային արժեքներ, որոնք անգամ չէի էլ երազել։ Աստված ավելին էր պատրաստել ինձ համար, քան ես երազում էի։ Մինչ Աստծուն ճանաչել եմ կյանքում աշխատում էի, ասեմ ամբողջ օրվա գրաֆիկով, առավոտից երեկո ու մի տեսակ այն ֆինանսները, որ աշխատում է, ինչպես գալիս է այսպես է խոսքը, այնպես էլ գնում էր։ Արդյունքը չէի տեսնում։ Գիտեք, բայց երբ որ Աստծուն ճանաչեցի, կյանքս նվիրեցի Հիսուսին, սկսեցի հաճախել եկեղեցի, ծառայել Աստծուն, իմ կյանքում ինչ բեկումնային փոփոխություններ տեղի ունեցան։ Աստված այնպիսի օրհնությամբ օրհնեց, որ գիտեք, սկսեցի քիչ աշխատել, օրվա մնացած ժամանակը հատկացնում էի ծառայելուն Աստծուն ու հասկացա մի բան, այն խոսք իրականություն դարձավ իմ կյանքում Աստվածաշունչը, որ ասում է շատ աշխատելուց չի օրհնություն, այլ Աստծո օրհնությունը հարստացնում մարդուն, ու հենց այդ խոսքը, երբ որ ծառայում ենք Աստծուն եւ Աստծո խոսքն էլ ասում է, որ ինձ ծառայողին ես կպատվեմ, ու ես տեսա Աստծո խաղաղությունը, ուրախությունը, հանգստությունը իմ ընտանիքիս մեջ։ Ու հիմա սրտիս կոչն է, որ ձեր կյանքերում էլ թող ծնվի Քրիստոսը, ձեր կյանքերում էլ ապրեք այդ նույն ուրախությունը, որ ես ապրում եմ իմ ընտանիքում։ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց։ Մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Հիսուսի Սուրբ Ծնունդը փոխեց մեր կյանքը։ Կար ժամանակ, որ ես հպարտությամբ էի լցված ու մեր ընտանիքում ժամանակ առ ժամանակ լինում էր ինչ-որ խոսակցություն եւ նաեւ կարող էր խոսակցություններ չլիներ։ Այն որ մի կաթիլ մեղրից ինչ-որ բան էինք հորինում ու նեղվածություն էր լինում, նույնիսկ ես խռովում էի, ու այդ խռովանքը դաժե տևում էր նույնիսկ մեկ շաբաթ, միգուցե մի քիչ շատ, մի քիչ, ու սենց շարունակվում էր այնքան մինչև թեպետ կինս միշտ գալիս էր, մոտիկանում էր, խոսում էր, բայց մեկը ես էլի չէի խոսում, շարունակում էի այդպես, ու
չէի կարողանում նույնիսկ այդ ներել, բայց երբ ճաշակեցի Հիսուսի սերը, իմ բնավորությունը լիարժեք փոխվեց։ Ու նույնիսկ ես հիմա կարող եմ կնոջիցս ներողություն խնդրել։ Այո, այդպես է եղել։ Մինչև Հիսուսին ճանաչելը մեր ընտանեկան վիճաբանությունների ժամանակ, եթե ամուսինս ասում էր մածունը սև է, ուրեմն պիտի ասեի սև է։ Երբ ճանաչեցինք Հիսուսին, Աստծո սերը փոխեց մեր ընտանիքում ամեն վատ բնավորություն։ Թող Հիսուսի սուրբ ծնունդով ձեր կյանքերը նույնպես լուսավորվի։ Երբ որ հանդիպեցի Աստծուն իմ կյանքում, իմ կյանքը շատ փոխվեց։ Մինչև Աստծուն հանդիպելը ես շատ տխուր մարդ էի։ Իսկ հիմա, երբ որ Աստծուն ես ճանաչեցի, սկսեցի գալ եկեղեցի, լսել Աստծո խոսքը, ես լցվեցի Աստծո ուրախությունով, երջանկությունով, խաղաղությունով։ Երբ ծնվեց Հիսուսը իմ կյանքում, իմ կյանքը ամբողջովին փոխվեց։ Ես եղել եմ շատ ներվային, շատ բռնկվող, շատ սենց կռվարար, ու ես միշտ կռվել եմ, կռիվների մեջ եմ եղել, իմ ընտանիքի ներսում, իմ գործընկերների ներսում, բայց երբ որ իմ սիրտը տվեցի Հիսուս Քրիստոսին, իմ կյանքը ամբողջովին փոխվեց, եւ իմ ներսում եկավ խաղաղություն եւ հանգստություն, եւ ես դառա շատ հանգիստ, խաղաղ մարդ։ Եվ փառք մեր Տիրոջը, որ ես օրերից մի օր մեր եկեղեցում հանդիպեցի իմ հրաշքին, եւ մեր սրտերը միաբանվեց, եւ մենք դարձանք շատ հրաշալի գեղեցիկ ընտանիք։ Քրիստոսը ծնվեց եւ հայտնվեց։ Մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Մինչ Աստծուն ճանաչելը ես եղել եմ պանիկյոր։ Ցանկացած մանր խնդիրներից ես ընկել եմ տագնապի մեջ։ Երբ սկսեցի կարդալ Աստվածաշունչը եւ ճանաչել Տիրոջ խոսքը, իմ սրտում եկավ հավատք եւ վստահություն դեպի Աստված։ Եվ այսօրվա բոլոր խնդիրների եւ իրավիճակների ժամանակ ես չեմ ընկնում պանիկայի մեջ, այլ իմ հոգսը եւ խնդիրները հանձնում եմ Տիրոջը, որովհետեւ մեզ օրհնողը միայն ու միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Մենք մաղթում ենք, որ Հիսուս Քրիստոսի լույսը ծագի ձեր ընտանիքներում։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ։